Հուլիսի 3-ին ազգային ժողովը հրատապ ռեժիմով ընտրական օրենսգրքում փոփոխություն իրականացրեց, հավանություն տալով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ եւ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների առաջարկած օրենսդրական փաթեթի նախագծին։ Նոր օրենքով 100 հազարավոր Հայաստանի քաղաքացիներ կզրկվեն Հայաստանում ընտրելու, հանրաքվեներին մասնակցելու եւ այդպիսով ներհայաստանյան քաղաքական կյանքում մասնակցություն ունենալու հնարավորությունից։ Ըստ ընդունված փոփոխությունների քվեարկելու իրավունքից զրկվում են Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակները հրապարակելուց առաջ վերջին 2 տարվա առնվազն կեսը, այսինքն 1 տարին հայրենիքում չեն բնակվել։ Բացառությունը նախատեսվում միայն ուսման նպատակով արտերկիր մեկնածների, ինչպես նաև պետական գործողումների մեջ գտնվողների համար։ Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը համոզված է, որ իշխանությունները պատրաստվում են խոստացած սահմանադրական հանրաքվեին եւ դրսում ապրող հայերից մտավախություններ ունենալով նրանց պարզապես զրկում են հանրաքվեին դեմ քվեարկելու հնարավորությունից։ Դրա վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Հայաստան խմբակցությունից падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Հիմա իրենք հաշվարկել են, որ այս ձայների քանակով իրենք կավաքեն 65%-ից ավել ձայն։ Բայց քանի որ մեր հայրենակիցները քաղաքացիական պատասխանատվության զգացումով եկել են, մասնակցել են ընտրություններին, իրենց ձայները տարալուծվել են, պակասել են։ Հիմա որպեսզի դա չլինի, իրենք փորձում են սահմանափակել ընտրությունների մասնակիցների թվականը։ 8-րդ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սակայն կտրուկ երկում է կապը այսօր ընդունված փոփոխությունների ու հնարավոր սահմանադրական հանրաքվեի միջև եւ համոզում, որ կաշառքով քվեարկելու հնարավոր ռիսկերից է այս օրենքը մեզ ապահովագրելու։ Բացառապես ուղիղ նպատակն է Հայաստանի Հանրապետությանը ապահովագրել այն իրավիճակից, երբ օրինակ արտերկրում մասսայական ընտրակաշառք կբաժանի եւ կփորձեն ապօրինի կերպով ազդել Հայաստանի ընտրությունների վրա։ Եվ ակնհայտ է, որ երբ որ տալիս են ընտրակաշառքը արտերկրում, մեր իրավապահ մարմինների համար շատ ավելի դժվար է դա բացահայտել։ Քաղաքացիական պայմանագրի նախաձեռնությունը ոչ միայն քաղաքական ուժերին է վրդովեցրել, այլև իրավապաշտպաններին եւ առավել եւս արտերկրում ապրող մեր այն հայրենակիցներին, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով իրենց թե ներկան թե ապագան Հայաստանի Հանրապետության հետ են կապում եւ չեն ցանկանում անմասն մնալ այստեղ տեղի ունեցող իրողություններից։ Իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանն ասում է, որ իշխանությունների ընդունած օրենքը, որն ի դեպ դեռ պետք է նախագահը ստորագրի ու դրանով այն վավերացնի, հակասահմանադրական է, հակաժողովրդավարական ու խտրական։ Օրենքը նաև հակասության մեջ է ընտրվելու իրավունք ունեցող անձանց համար սահմանված պայմանների հետ։ Բնականաբար սա սահմանադրության հետ հանրաքվեն եւ արդեն շատերիս համար կեղծակվեն անցկացնելու համար է, սա առաջին կեղծիքն է, որովհետեւ հանրաքվեն պահանջում է, որ առնվազն ընտրողների իրավունք ունեցողների 25%-ը պետք է մասնակցի եւ եթե դու իջեցնում ես շեմը ընտրողների քանակի, բնականաբար 25%-ը ավելի քիչ մարդ է, ու իրանք ավելի հեշտ կան կեղծեն սա։ Այս ընտրական աքսորի օրենքը նաև հակասում է թե մեր սահմանադրությանը, թե միջազգային իրավունքին, թե հակասությունները, մի շարք հակասություններ կան, օրինակ նայեք, падգամավոր կարող է ընտրվել 4 տարի Հայաստանում ապրած, 4 տարի քաղաքացիություն ունեցող անձը, չէ՞։ Հիմա բայց ազգային ժողովի ընտրությունները 5 տարին մեկ է։ Հիմա եթե ասենք այդ անձը ինչ բերումով վերջին 2 տարին 300 օր է եղել Հայաստանում, չէ՞, ենթադրենք, ստացվում է, որ ինքը ընտրելու իրավունք չունի, բայց ունի ընտրվելու իրավունք։ Զգում եք ինչ անոմալիա է, էլի էս բանի։ Մյուս կողմից, մյուս խնդիրը, մյուս հակասությունը նա է, որ նախ եւ առաջ մեր քաղաքացիները ապրում են արտասահմանում, շատերը այստեղ ասենք հարկ են վճարում, շատերի ծնողներն են այստեղ ինչ որ օրենքի հետ առնչություն ունեն, չէ, ասենք թոշակա բանը եւ այլն։ Հիմա ենթադրենք հարկային քաղաքականության փոփոխություն են իրականացնում, բայց այն մարդը չի ընտրել, ինքը իր ներկայացուցիչը չունի, բայց ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Հիմա սրանք, այսինքն հասկանում եք ապաժողովրդավարացման էլեմենտը, մարդը չի կարողացել ընտրի, իր ներկայացվածությունը չկա ազգային ժողովում, բայց իր հանդեպ որոշակի պարտավորություններ են կիրառում, ինչ-որ մարդիկ, որոնց ընտրությանը ինքը որևէ ձևով չի մասնակցել։ Ուրեմն սա նաև
կապ ունի խտրականության հետ, որովհետև բնակության վայրով խտրականության են ենթարկում Հայաստանի քաղաքացիներին, զրկելով, սահմանափակելով ընտրական իրավունքը։ Հայաստանի սահմանադրությունը սահմանում է, որ երկրում ընտրություններին կարող են մասնակցել 18 տարին լրացած եւ քվեարկության օրվան նախորդող առնվազն վերջին 6 ամիսների ընթացքում հանրապետությունում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ընտրական իրավունքից օրենքով զրկված են դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարված ծանր հանցագործությունների համար ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող անձինք։ Երկու տասնամյակ արտերկրում ընտանիքով բնակվող, սակայն Հայաստանի հետ կապն ընդհանրապես չկտրած եւ իր ու զավակի ապագան Հայաստանի հետ կապող Եկատերինա Թայիրյանը, որը նաեւ վերջին խորհրդարանական ընտրություններին էր ընտանիքով ժամանել հայրենիք իր եւ դստեր ընտրական իրավունքն իրացնելու համար, պահանջում է, որպեսզի Հայաստանի իշխանությունները զերծ մնան հայ հանրությանը հիմա էլ դրսում եւ ներսում ապրողների բաժանելուց եւ հայ ժողովրդին պառակտելուց։ Այս իշխանությունները, այսպես մի քվեարկությամբ, ընդամենը 63 կարծեմ ՔՊ-ական падգամավորի կամայականությամբ մեզ հավասարեցնում են, արտերկրում ապրող բոլոր քաղաքացիներին հավասարեցնում են ծանր հանցագործություն կատարած եւ անգործունակ մարդկանց։ Ես պիտի իրենց հիասթափեցնեմ, արտերկրում ապրում են շատ արժանի հայեր, քաղաքացիներ, ովքեր բարձր են պահում մեր երկրի պատիվը, պայքարելու են մեր երկրում ժողովրդավարության հաստատման, ժողովրդավարացման համար ամեն կերպ պայքարելու են եւ այդ մարդկանց այսպես հեշտ ու հանգիստ իրենք չեն կարողանալու զրկել մեր սահմանադրական իրավունքից։ Մարդը, որ գրում է տվյալ երկրի, նույնիսկ ոչ Հայաստանի, որևէ երկրի անձնագիրը, եւ այդ երկրի սահմանադրությունը նախատեսում է իրենց մասնակցել ընտրություններին, այստեղ հարցը փակվում է։ Մեկ այլ բան է, որ այս իշխանությունները վարպետացել են հայ ժողովրդին այսպես պառակտելու, տարբեր խմբերի բաժանելու մեջ եւ հիմա էլ սա են փորձում անել։ Մարդիկ, ովքեր դրսում են ապրում, այսքան ժամանակ, այնքան ժամանակ, դուք անշարժ գույք ունեք, չունեք, դուք հարկ վճարում եք, չեք վճարում, այսպիսի տարանջատումները, այսպիսի խտրականությունը բխում է այս իշխանությունների շահերից։ Սահմանադրական կարգի տապալման պայմաններում ենք ապրում, որտեղ սահմանադրախախտերն են զավթած իշխանությունը, հասկանալի է այդ պայմանում ենք ապրում, բայց դա չի նշանակում, որ եթե գալիս են քեզնից զրկում են քո իրավունքը, դու պետք է դրա համար չպայքարես։ Սա նաև գիտեք ինձ հիշեցնում է օրինակ Ամերիկայում այդ սևերի պայքարի ժամանակ, երբ որ ավտոբուսներում սպիտակների ու սևերի տեղերը առանձին էր ու Ռոզա Պարկ անունով սևամորթ մի կին գնաց նստեց սպիտակների տեղը, եկան զորով հանեն, որ քշեն իրան ընդեղից եւ այլն բանան, ու դա այդ իրենց պայքարին մեծ ալիք տվեց։ Հիմա հաջողվելու էր սևերի պայքարը, թե չէր հաջողվի։ Դա 60-ականներին եղավ, իսկ մենք գիտենք, որ Բարակ Օբաման, որը առաջին 50 տարի անց, ինքը դարձավ, բայց այդ պայքարների շնորհիվ էր, որ կարողացավ դառնալ, կամ նույնը կրթության իրավունքներ, երբ որ այդ հայտնի կադրերը կան, որ երկու սևամորթ գնում են համալսարան սովորելու, այնտեղ այդ իրենց պայքարի այնտեղ այդ ռասիստները կանգնած են։ Հիմա էլ սա ընտրական ռասիզմ է, այս ընտրական աքսորի օրենքը, սա ընտրական ռասիզմ է եւ բոլոր Հայաստանի քաղաքացիները պետք է պայքարեն ռասիզմի դեմ, որը ուղղված է հենց իրենց ուղղված այդ ռասիզմը։ Սրանով նաև պատկերացրեք, եթե դու Լիլիթ Բլեյանն է լավ ասում երգչուհի, ասում է քաղաքացուց վերածում են բնակչի։ Այսինքն բան ես էլի, ոչ իրավունք ունես, ոչ բան ունես, այդպես քցած ապրում ես, ոչ կարաս մասնակցես քաղաքական կյանքին, ոչ քաղաքացիական կյանքին։ Սա է նա։ Իսկ մեր նախաձեռնությունը փաստորեն հավաքում է այն մարդկանց, որոնք չեն հանդուրժում իրենց հանդեպ ռասիզմը եւ փորձում են դրա մասին բարձրաձայնել, որոշակի գործողություններ անել։ Իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը առանձին նախաձեռնությամբ է հանդես եկել միավորելու այս պահին Սփյուռքում ապրող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք մշտապես հետևում ու մասնակցում են երկրի քաղաքական կյանքին, մտահոգվում Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրով։ Նախաձեռնության անդամ են մի շարք երկրներից մարդիկ, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ամերիկա, Ռուսաստանի Դաշնություն, այսինքն ամբողջ աշխարհով մեկ այս օրենքը, այնտեղ նույնիսկ մարդ կար ասում էր, ես բան եմ անում, այդ մեքենա եմ քշում, ֆուռ եմ քշում, այս օրենքը ինձ էլ է գալու կապնի։ Այսինքն դուրս գա գնա Հայաստանից բանանի այդ իր գործերով զբաղվի, գա Իրան էլ ասենք այս
չխփնի։ Նախաձեռնությանն է միացել նաև այս պահին Կանադայի պետական համալսարանում դասավանդող առողջապահության կառավարման եւ հանրային առողջության մասնագետ Եկատերինա Թայիրյանը, որը շատ է կարևորում Հայաստանի բոլոր ընտրական գործընթացներում համայն հայության մասնակցությունը, եթե նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ բնակության ու աշխատանքի վայրից։ Փորձում են մեզ ընդհանրապես զրկել այդ ընտրական իրավունքից, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք մասնակցում ընտրություններին եւ մեր մտահոգությունը, մեր պարտքը մեր երկրի նկատմամբ այդ ձևով ենք փորձում իրացնել։ Գիտեք, ես մասնակցել եմ բոլոր շարժումներին վերջին 5-6 տարվա ընթացքում, պատերազմից հետո 44-օրյա Արցախի կորուստից հետո ես ոչ մի պահ չեմ բացակայել այս շարժումներից եւ մենք ինքներս մեզ անընդհատ համոզում էինք, որ ընտրություններ են առաջիկայում եւ մենք կարողանանք մեր կամքը արտահայտել ընտրությունների միջոցով։ Ոչ մի տեսակի քննարկումներ չեն եղել այս օրենքի շուրջը, ոչ մի շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններ չեն եղել, այդ թվում արտերկրում ապրող հազարավոր քաղաքացիների, ես կասեի 100 հազարավոր քաղաքացիների։ Դուք ինքներդ ձեր շրջապատում, եթե հարցում կատարեք, վստահ եմ գիտեք շատ հայեր, որոնք մեկնում են աշխատանքի համար, հետազոտական, մասնագիտական աշխատանքների համար բացակայում են երկրից որոշակի ժամանակ եւ բոլոր հազարավոր մարդիկ այս օրենքի պատճառով դժելու են, զրկվելու են իրենց իրավունքից եւ չվրթովել սրա համար եւ մանավանդ հիմա գտնվելով Հայաստանում ես ինքս փորձում եմ կապ հաստատել բոլոր տեսակի նախաձեռնությունների հետ, որոնք փորձում են վերականգնել այս իրավունքը եւ այս օրենքը ճանաչել հակասահմանադրական։ Նրա համոզմամբ, եթե Հայաստանում մշտապես ապրող եւ աշխատող քաղաքացիները կարող են ընտրություններին ինչ որտեղ վախերով կաշկանդված լինել, բռնապետական ռեժիմի կողմից տարատեսակ ճնշումների չընթարկվելու համար, ապա դրսում ժամանակավոր ապրող ու աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այդ առումով որևէ վախ չունեն եւ ազատորեն կարող են իրենց կամքը իրացնել ընտրություններով ու հանրաքվեներով Հայաստանի համար լավագույն ճակատագիր ընտրելու նպատակով։ Մարդիկ աշխատում են պետական համակարգում, մարդիկ չեն ուզում անախորժություններ ունենալ, եթե նույնիսկ իրենք չէ իրենց ընտանիքի, բարեկամների հետ կապված խնդիրներ եւ այսպես ձեռնպահ են մնում, մի քիչ ավելի զուսպ են լինում իրենց դժգոհությունը, անհամաձայնությունը հայտնելու պարագայում։ Դա չի վերաբերվում արտերկրում ապրող մարդկանց, ովքեր ուրեմն ինչպես ասացի գիտակցաբար են գալիս ընտրություններին մասնակցելու մեկ, երկրորդը նրանք ավելի անկախ են, ֆինանսապես կախված չեն այս կառավարությունից, իրենց քմահաճույքներից, իրենք ինքնուրույն մտածող մարդիկ են, չեն վախենում այս իշխանություններից եւ այո, հետ չեն կանգնելու իրենց իրավունքներից, գնալու են մինչև վերջ, պաշտպանելու են իրենց իրավունքը։ Այս տեսակ մարդիկ իրենց համար իրենց սարսափն են։ Եվ Ադրբեջանը եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վախենում են ինքնուրույն մտածող, անկախ մտածող մարդկանցից, ովքեր որ իրենց կամայականությունների զոհը չեն դառնալու։ Նախաձեռնությանն այս պահին 6 տասնյակից ավելի Հայաստանի քաղաքացի է միացել, ովքեր ապրում են աշխարհի տարբեր երկրներում, սակայն իրենց հանգրվանը Հայաստանն է եւ իրենք եւս ցանկանում են նաեւ քաղաքական գնահատականներով մասնակցել պետության ապագայի կառուցմանը։ Նախաձեռնությունն առայժմ հանդես է եկել օրենքը քննադատող եւ դրա վտանգները ներկայացնող հայտարարությամբ, առաջիկայի մտադրություն կա նաեւ պատկան կառույցներին հորդորելու դիմել սահմանադրական դատարան զուտ խնդրի մասին բարձրաձայնելու ակնկալիքով։ Այդ սպասելիքներ սահմանադրական դատարանից այս պահին չկան։ Նաև միջազգային կառույցների ուշադրությունը Հայաստանի Հանրապետության իշխանությունների կամայական որոշումներին հրավիրելու մտադրություն կա։ Մենք չենք ասում, որ սահմանադրական դատարանը օրինական է, բայց այդ գործողությունը, որ անում ես, ինքը զուտ տալիս է այդ հնարավորությունը, որ ցույց տաս, որ անարդարություն գոյություն ունի, այսինքն ինքը մի հատ գործիք է, որը ստեղծում է բարձրաձայնելու հնարավորություններ։ Իհարկե սահմանադրական դատարանին չեն կարող վստահել, որտեղ տեսանք ինչ արեցին։ Միջազգային կառույցներին եւս պատրաստվում ենք դիմել եւ մենակ այն, որ Վենետիկի հանձնաժողովը այս ընտրական իրավունքի հետ կապված ունի բացասական կարծիք, դա միայն Հայաստան չվերաբերում էլի այսինքն ընդհանուր որ բնակության վայրով խտրականության ենթարկելու հետ կապված բացասական կարծիք ունի, այսինքն ինչ որ կարծիքների բազա, որը կարող է ճնշում գործադրել կա, բայց մենք հասկանում ենք, որ օդի ջրի պես այս ԿՊ-ին պետքա սահմանադրություն փոխել։ Հիմա սա կարա նաև լինի ազդեցություն է շարժումը, որ օգնի, որ այս ԿՊ-ն այդ իր կեղծիքներով սահմանադրությունը չկարողանա փոխել։